Ողջույն բոլորին, այսօրվա մեր դասի ընթացքում սովորելու ենք շաբաթվա օրերը։ Ինչպես տեսնում եք, արդեն ունենք շաբաթվա օրերը, ձախ կողմում ֆրանսերեն տարբերակն է, աջ կողմում բնականաբար հայերեն։ Սկսենք։ Lundi երկուշաբթի, mardi երեքշաբթի, mercredi չորեքշաբթի, jeudi հինգշաբթի, vendredi ուրբաթ, samedi շաբաթ, dimanche կիրակի։ Նորից lundi, mardi, mercredi, jeudi, vendredi, samedi, dimanche։ Եկեք նորից մեկ անգամ կրկնենք։ Lundi, mardi, mercredi, jeudi, vendredi, samedi, dimanche։ Քանի որ արդեն սովորեցինք շաբաթվա օրերը, եկեք տեսնենք, թե որ դեպքերում ենք օգտագործում նախդիրներ շաբաթվա օրերի հետ։ Կարդանք մեր առաջին կանոնը։ Pour dire la date avec les jours de la semaine, on n'utilise pas de préposition։ Այս դեպքում ոչինչ չենք օգտագործում։ Որն է այդ դեպքը։ Ամսաթիվը նշելու համար նախդիր չենք օգտագործում։ Օրինակ, lundi, je suis allé à la piscine։ Երկուշաբթի օրը ես գնացի լողավազան, այսինքն դուք ուզում եք պարզապես ասել, որ այդ օրը դուք գնացիք լողավազան։ Դա չի կրում սովորույթ։ On se voit mardi, կտեսնվենք երեքշաբթի։ Այստեղ նույնպես երեքշաբթին որպես ամսաթիվ է։ Այդ դեպքում չենք օգտագործում ոչ մի նախդիր։ Օգտագործում ենք le երբ։ Pour exprimer une habitude, on utilise le plus un jour de la semaine։ Այս դեպքում, եթե դուք սովորություն եք արտահայտում, օգտագործում եք le եւ դնում եք ձեր նախընտրելի շաբաթվա օրը։ Օրինակ, le lundi, je vais aller à la piscine։ Այստեղ նկատի ունենք tous les lundis։ Երկուշաբթի օրերին ես գնում եմ լողավազան, այսինքն ամեն երկուշաբթի։ Դա սովորույթ է։ Victor sort toujours le vendredi soir։ Վիկտորը միշտ դուրս է գալիս ուրբաթ երեկոյան, այսինքն նրա համար դա սովորույթ է, սովորություն է։ Այդ իսկ պատճառով օգտագործում ենք le եւ արդեն շաբաթվա հաջորդ օրը։ Դուք նույնպես, եթե ուզում եք արտահայտել որևիցե սովորություն, որ դուք դա կատարում եք յուրաքանչյուր շաբաթվա այդ օրը, ուրեմն անպայման դնում եք le եւ հետո դնում եք շաբաթվա օրը։ Երբեմն օգտագործվում է նաեւ անաղդիրը շաբաթվա օրվա հետ։ Օրինակ, մեր օրինակներում այսպես կթարգմանենք salut à mardi, այստեղ կարող ենք ասել ողջույն մինչ երեքշաբթի։ Հաջորդ օրինակը à jeudi, c'est ça, non à vendredi։ Կհանդիպենք մինչ հինգշաբթի, այնպես չէ, ոչ, մինչ ուրբաթ։ Ես այդպես կթարգմանեի այստեղ։ Այսինքն, երբ ուզում ենք օգտագործել այն իմաստով, որ մինչ այդ շաբաթվա օրը, կարող եք օգտագործել անաղդիրը։